Բարև ձեզ, հարգելի հետևորդներ։ Այսօր ուզում եմ խոսել մեր վերջին նախաձեռնություններից մեկի մասին, որպեսզի պարզ ցուցադրեմ, թե ինչպես է աշխատում ժողովրդավարությունը, սոցիալական գործընկերությունը, ինչ վերաբերմունք կա պետության կողմից աշխատողի կամ մարդու նկատմամբ։ Երևի կհիշեք, որ 2 տարի առաջ կառավարության նախաձեռնությամբ ազգային ժողովը տոների եւ հիշատակի օրերի մասին օրենքում փոփոխություն կատարեց եւ մեզ զրկեցին նախածննդյան եւ ծննդյան տոներից։ Եթե նախկինում մենք ունեինք 7 օր տոն, ամսի 31-ից մինչեւ ամսի 6-ը, նոր տարվա տոներ, նախածննդյան տոներ, ծննդյան տոներ, ապա այժմ մենք ունենք 3 օր տոն նոր տարվա, 31-ից 2-ը եւ 1 օր ծննդյան տոն։ Նույնիսկ ճրագալույցը արդեն տոն չի մեզ մոտ։ Մեր արհմիությունը այդ ժամանակ կառավարության հիմնավորումները համարեց ոչ բավարար, փորձեց պայքարել դրա դեմ, ընդ որում սկզբնական նախագծում ընդհանրապես 2 օր էր թողնվում տոնական օրեր, այս ամբողջ պայքարի հետևանքով 1 օր ավելացավ։ Հիմա մենք ունենք ընդամենը 4 օր, այն էլ առանձին 3 օր եւ 1 օր։ Դրանից հետո արհմիությունները առաջարկեցին օրենսդրական փոփոխություն անել եւ երբ տոնը ընկնում է շաբաթ-կիրակի օր, հաջորդ 2 շաբթին ոչ աշխատանքային օր ճանաչել։ Նման փորձ կա տարբեր երկրերում։ Այս առաջարկը քննարկվեց այն ժամանակ գործող կառավարություն, արհմիություններ, գործատուների միություն հանձնաժողովում, դրական եզրակացություն ստացավ եւ գնաց կառավարություն, սակայն կառավարությունը մերժեց այդ նախագիծը։ Այս տարի մենք նոր նախաձեռնությամբ ենք հանդես եկել, քանի որ այս տարի 25 թվականին տոների մի մասը շաբաթ կամ կիրակի օր է ընկնում եւ փաստորեն ոչ աշխատանքային օր տոների թիվը նվազում է եւ աշխատողները ավելի պակաս են հանգստանում, քան կհանգստանային, եթե տոնը լիներ ոչ աշխատանքային օր։ Եվ մենք առաջարկել ենք կառավարությանը, քանի որ օրենքի փոփոխության նախագիծը չընդունվեց, ապա կառավարության որոշումներով որոշակի կարգավորումներ անել։ Օրինակ, մայիսի 1-ը այս տարի 5-շաբթի օր է։ Եվ մենք առաջարկում ենք կառավարությանը, որ մոտակա շաբաթ կամ կիրակի օրը փոխեն տեղերով հաջորդ ուրբաթ օրվա հետ, որպեսզի աշխատողները կարողանան հանգստանալ մի փոքր ավելի երկար, 4 օր, մայիսի 1-ից մինչև մայիսի 4-ը։ Հիմա ուզում եմ խոսեմ, թե ինչ արդյունքի ենք հասնում այս առաջարկություններով։ Այս առաջարկությունները գրավոր են, քանի որ չկա հարթակ, որտեղ մենք բանակցենք, լսենք կարծիքներ, փաստորեն երբ հարթակն էլ կար, կառավարության ներկայացուցիչները կողմ են եղել, բայց փաստորեն չի ընդունվել այդ առաջարկը։ Մենք հիմնավորել ենք մեր առաջարկը, մի 8 կետ հիմնավորում ենք բերել, մի քանիսը թվարկեմ։ Մեկը այն է, որ աշխատողները երբ հնարավորություն են ունենում մի փոքր հանգստանալ աշխատանքից, ավելի արդյունավետ են հետո աշխատում։ Իրենց հոգեկան առողջությունն է այստեղ շահում, ընդհանրապես եւ ֆիզիկական առողջությունն է շահում, երբ աշխատողը հնարավորություն է ունենում լրացուցիչ հանգստանալ։ Մենք հիմնավորել ենք, որ այդ հանգստյան օրերին աշխատողները կարող են ներգնա туриզմով զբաղվել, կարող են գնումներով զբաղվել, նրանով ինչով որ չեն հասցնում զբաղվել աշխատանքային օրերում։ Հիմա թե ինչ ենք ստանում ի պատասխան մեր առաջարկի։ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը ասում է, որ իրենք կողմ են համակարգային լուծումներին, այսինքն իրենք կողմ են, որ օրենքը փոխվեր, բայց օրենքը չի փոխվել։ Բայց քանի որ օրենքը չի փոխվել, ապա իրենք այս նախագծի կողմնակիցը չեն։ Ես չգիտեմ տրամաբանությունը որն է, բայց մենք
այս առաջարկը ներկայացրել ենք հենց նրա համար, որ օրենքը չի փոխվել։ Եթե օրենքը փոխվեր, արդեն չէինք ներկայացնի գուցե։ Եթե օրենքը չի փոխվել, բայց դուք կողմ եք, որ օրենքը փոխվի, ուրեմն պետք է այլ ուղիներ փնտրել աշխատողներին հնարավորություն տալ հանգստանալու։ Էկոնոմիկայի նախարարությունը պատասխանում է, որ հիմնավորումները բավարար չեն, մեր ներկայացրած հիմնավորումները բավարար չեն։ Ոչ բավարար հիմնավորումներով օրենքներ եւ կառավարության որոշումներ անցկացնելու մեծ փորձ ունի կառավարությունը։ Արդեն ասացի, որ այն նախագիծը, որ տոները վերացրեցին, մեր համար էլ բավարար չէր այդ հիմնավորումները։ Ընդհանրապես մեր կառավարությունը օրենքների նախագծերի հիմնավորումների տակ հիմնականում չի ունենում հաշվարկներ։ Հիմա ինչ նկատի ունեն կառավարության ներկայացուցիչները կամ պետության ներկայացուցիչները, որ ասում են, որ մեր հիմնավորումները բավարար չեն, ես չգիտեմ։ Մենք կարող ենք ընդհանրապես հիմնավորում չներկայացնել։ Արհմիությունը աշխատողների միավորում է։ Մենք աշխատողների ներկայացուցիչ ենք եւ աշխատողների կարծիքն ենք ներկայացնում կառավարությանը։ Հիմնավորելը, չնայած մենք հիմնավորել ենք, բայց հիմնավորելը այն մարմնի պարտականությունն է, ով նախագիծ է ներկայացնում։ Մենք նախագիծ չենք ներկայացրել, մենք առաջարկություններ ենք ներկայացրել։ Սա պետք է տարբերել իրարից։ Եթե պետք էր դա հիմնավորել, կառավարությունը կարող էր հիմնավորել, բայց չեմ կարծում, որ տենց մեզանից շատ ավելի լավ էր հիմնավորելու։ Չնայած մեր հիմնավորումներում մենք նշել ենք, որ կա որոշակի միջազգային փորձ եւ իրենք կարող էին դա ուսումնասիրել։ Ցավոք սրտի մեր արհմիությունը փոքր աշխատակազմ ունի, հնարավորություն չունի շատ մեծ ուսումնասիրություններ անել։ Այն փոքր ուսումնասիրությունը, որ մենք արել ենք, դրա արդյունքները մենք ներկայացրել ենք։ Ասածս ինչ է, որ նախ պետական կողմը չի հասկանում, թե ինչ մարմնի հետ գործ ունի։ Երկրորդը պարզ երևում է, որ մարդը արժեք չունի մեր երկրում։ Աշխատողը արժեք չունի, միայն գործիք է, չգիտեմ ում համար։ Տնտեսվարողի համար, գուցե պետության համար, եւ մարդու կարծիքը, որտեղ արհմիության կարծիքը դա մարդու կարծիքն է, աշխատողի կարծիքն է։ Բանի տեղ չի դրվում մեր երկրում։ Սա շատ ցավալի երևույթ է, որ ժողովրդավար իրեն հայտարարած պետությունը իդեմս կառավարության նման գործելավոճ է որդեգրում։ Հիշեցնում եմ, որ ես Հայաստանի պետական հիմնարկների տեղական ինքնակառավարման մարմինների աշխատողների ճյուղային արհմիության նախագահն եմ։ Ներկայացնում եմ մեծ թվով պետական եւ համայնքային աշխատողներ, մեծ թվով։ Մեր առաջարկը դա իմ անձնական առաջարկը չի, դա այդ աշխատողների հավաքական կարծիքն է, որ մենք ներկայացնում ենք կառավարությանը։ Ժողովրդավարությունը ենթադրում է, որ նաև աշխատողների ձայնը պետք է լսելի դառնա։ Մեր YouTube-յան ալիքում տեղադրված հոլովակներում խոսել եմ սոցիալական գործընկերության մասին եւ սոցիալական գործընկերության որպես ժողովրդավարության գործիք դրա մասին։ Ովքեր որ չեն լսել, կարող են բացել եւ նորից լսել եւ հասկանալ։ Ասածս այն է, որ արհմիությունը աշխատողների անունից խնդիրը բարձրաձայնող մարմին է։ Խնդրի մասին խոսող, առաջարկող մարմին է։ Իսկ կառավարությունը պետք է մի փոքր ուշադիր լինի աշխատողների ձայնին, որ հետո չասեն, թե մենք չունենք բավարար ռեսուրս, մենք կադրային սով ունենք, կադրային սով չկա, պետքա ճիշտ կադրային քաղաքականություն վարել։ Գուցե եւ կա որոշակի կադրերի պակաս, բայց ճիշտ կառավարման դեպքում հնարավոր է հասնել ավելի լավ արդյունքների։ Եվ ամենակարևորն է հասկանալ, որ շատ աշխատելով չի, այլ արդյունավետ աշխատելով է։ Սա է ուզում ասեի հիմնականում, սա մի օրինակ էր ուղղակի մեր աշխատանքից։ Դրանք տասնյակներ են, շատ են, որովհետև մենք կարդում ենք օրենսդրական նախագծերը,
առաջարկություններ ենք ներկայացնում աշխատողների շահից ելնելով, բայց ինչպես տեսնում եք, սա մի օրինակ էր ուղղակի, ինչպես տեսնում եք, ինչ որ անհասկանալի հիմնավորումներով կամ պատճառներով կամ տնտեսական աճի ակնկալիքներով, որը սուտ է իրականում, մեր նախաձեռնությունները մերժվում են։ Հետո ասում են արհմիությունները բավարար չեն աշխատում, չէ, արհմիությունները բավարար են աշխատում, այլ մյուս կողմը, որ պետք է արհմիություններին լսի, նրանք են անբավարար աշխատում։ Սա մի օրինակ էր մենակ, թե ինչպես է ժողովրդավարությունը գործում, թե ինչպես են աշխատողներին վերաբերում մեր երկրում։